Ողջույն իմ սիրելի YouTube-յան դիտողներ, բարեկալուստ Մարիայի խաղերի աշխարհ։ Ես եւս ունեմ երկու հյուրեր, Մարին եւ Էլիան, նրանց հետ անցկացնելու ենք շատ հավես ժամանակ, լիքը խաղալու ենք, հավես ժամանակ ենք անցկացնելու, իսկ հիմա եկեք ծանոթանանք նրանց հետ։ Քանի որ այսօր Էլիայի հետ պետք է լիներ Օհանը, բայց հարգելի պատճառով Օհանը այսօր չի կարող մասնակցել հաղորդմանը, մեզ հետ կլինի Մարին։ Դե ինչ աղջիկներ, պատմեք ձեր մասին, առաջինը կսկսենք Էլիայից։ Բարև ձեզ, ես Էլիան եմ, ես այսօր Մարիայի հյուրն եմ և շնորհակալ եմ Մարիային։ Ես սիրում եմ հաճախել կավի և նկարչության, այ և իմ գործերից մեկը սա իմ առաջին աշխատանքն է։ Իսկ սա սարքել եմ սուշիի համար։ Իսկ սա ուղղակի գեղեցկության համար։ Շատ գեղեցիկ է Էլիա, քո մոտ շատ գեղեցիկ է և լավ է ստացվում։ Շնորհակալություն։ Իսկ հիմա անցնենք Մարիին։ Մարի, իսկ հիմա դու պատմիր քո մասին։ Բարև ձեզ, ես Մարին եմ, 9 տարեկան, այս տարի 4-րդ դասարանը ավարտեցի, հաճախում եմ բարի խմբակ, ունեմ շատ մրցանակներ, ուղղակի մոռացել եմ տանը։ Աղջիկներ, դե ինչ պատրաստեք, անցնենք առաջի փուլին։ Այո, եւ շատ անհամբեր ենք։ Գնացինք առաջի փուլ։ Դե ինչ, առաջի փուլ, խաղում ենք ջենգա։ Դուք այնպես պետք է հանեք քարերը, որպեսզի ջենգայի աշտարակը չփլվի։ Պետք է գցեք զառը, որ գույնը ցույց տվեց, այդ գույներ պետք է հանեք։ Ով գցեց աշտարակը, նա պարտվում է այս փուլում։ Դե ինչ գնացինք, եկեք չինգաչունգ արեք, որովհետև ես ընդհանրապես չեմ կողմնորոշվում, ումից սկսեմ։ Երկուսից եկեք չինգաչունգ արեք։ Չինգաչունգ։ Չինգաչունգ, չինգաչունգ, Չինգաչունգ։ Էլի սումա Մարին։ Սև, սև։ Ո՞ր ոնց գցեք։ Հիմա դու ես։ Տեղին։ Մի հանի։ Էսա, հանել եմ։ Կոմոդ։ Ես։ Միտրեք, վայ խաղի։ Գավ տեղին։ Էլիա։ Տեղին։ Լուկցի։ Տեղին։ Մարին պարտվեց։ Էլան ես փուլում ունի արդեն մեկ, միավոր։ Էլա շնորհավորում եմ, դու առաջի փուլի հաղթողն ես։ Մարի, պետք չի տխրել, արդյունքում դեռ ունենք երկու փուլ։ Իսկ մենք անցանք մեր երկրորդ փուլի, գնացինք։ Երկրորդ փուլ։ Ճիշտ ասած, մենք նախատեսել էինք գնալի փուլի շահ, բայց իպեսպես մենք կամ և կամ պատճառով չկարողացանք այդ խաղալ, բայց ոչ միք մենք ավելի հավես նախատեսել։ Տեսնենք, բաժակների մեկ դսված են գրգին, մեծ բաժակներ են և ով հացել է, ով ամենաշատներ այդ մեծ բաժակների միջին դիպեն, նա դտանաշվի երկրորդ փուլի հաղթողը։ Դե ինչ, գնացինք երկրորդ փուլ։ Դե ինչ աղջիկներ պատրաստեք, գնացինք։ Փուլը համարում եմ սկսած։ Մարի, էլա, Դե ինչ, քանի որ երկրորդ փուլը բավականին դժվար էր և չնախատեսված էր, երկուսն էլ կարողացան հաղթահարել և Էլիան և Մարին հաղթեցին։
Էլյան ունի 2 միավոր, իսկ Մարին ունի 1 միավոր։ Եթե այս փուլում Մարին հաղթի, կլինի հավասար։ Դե ինչ գնացինք, 3-րդ փուլ։ Խաղի կանոնները հետևյալն են։ Ձեր գլխին բացված է մասնագիտություն եւ դուք 5 հարցի շնորհիվ պետք է կարողանաք այդ մասնագիտությունները գուշակել։ Քանի որ անցած փուլը սկսել էինք Մարիից, հիմա կսկսենք Էլիայի։ Դե ինչ Էլիա դուր 5 հարցերը։ Իմ մասնագիտությունը նկարչության հետ կապ ունի։ Ոչ։ Իմ մասնագիտությունը ինչ գույնի շորերը հագնում։ Կապ չունի։ Կապ չունի։ Իմ մասնագիտությունը բայց ինչ շոր է հագնում սովորաբար։ Իմ մասնագիտությունը մարդկանց բուժում է։ Ոչ։ Իմ մասնագիտությունը կրթելու հետ կապ ունի։ Այո։ Էլիա վերջին հարցը տա։ Ես արդեն գիտեմ ով է։ Ասա։ Ես ուսուցիչ եմ կամ ուսուցչուհի։ Ճիշտ է։ Ինչ խաղի հաղթողն է Էլիան։ Դե Էլիա, արդեն ասենք, թե ում ես ուզում կանչել հաջորդ հաղորդմանը։ Ես ուզում եմ Մարինեն հնարավորություն տամ, որ ինքն էլ կանչի մարդուն։ Ո՞նց կուզես։ Դե ինչ գնացինք մասնակիցներին հրավիրելու։ Դե ինչ Էլիա, արեզանգին խոզած մասնակցին, ում ես ուզում հրավիրել։ Ես ուզում եմ հրավիրել Աննային։ Իցեմ։ Բարև Աննա։ Բարև։ Ինչպե՞ս ես։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Ես Մարիայի հաղորդմանը հաղթել եմ եւ ուզում եմ հրավիրել քեզ։ Դե ինչ Աննային արդեն զանգեցինք, հուսով եմ, որ կգա անպայման, իսկ հիմա եկե արի անցնենք Մարիին ու տեսնենք թե նա ում էր ուզում հրավիրել։ Դե ինչ Մարի, որոշել ես ում ես զանգելու։ Այո։ Դե զանգի։ Ես որոշել եմ զանգեմ Կարինեին։ Զանգերը գնում են։ Ալո Կարինե, բարև։ Այս հաղորդմանը ես եմ յուր, կարող ես հաջորդ հաղորդմանը դու յուր լինես։ Մերսի։ Դե ինչ Մարի, դու արդեն զանգեցիր։ Դե ինչ երեխեք, եկեք հայտնեք ձեր կարծիքը, լավ անցավ հաղորդումը, վատ անցավ, կարող եք ասել։ Ես շատ ուրախ եմ եւ ուզում եմ հաղորդումներ ավելի շատ են։ Եվ հետևողներ շատ են։ Մերսի, իսկ վատը։ Խաղը շատ լավ անցավ, շատ հետաքրքիր էր։ Հուսով եմ հաջորդ հաղորդման երեխեքի համար շատ էլի հետաքրքիր Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ մասնակցեցիք հաղորդմանը։ Շնորհակալություն եմ հայտնում
Իսկ դուք չմոռանաք սեղմել զանգակը, բաժանորդագրվեք ալիքին եւ դնեք լայքի կոճակը։ Ցտեսություն։